Մենք ամեն օր, գիտեք, սեղմում ենք մեր համակարգչի միացման կոչակը, բացում ենք ծրագրեր, նամակներ ուղարկում, դե չգիտեմ, ֆիլմեր դիտում։ Առանց խորանալու։ Այո, առանձնապես չմտածելով, թե իրականում ինչ է կատարվում այդ երկաթի կտորի ներսում։ Կարծես թե ինչ-որ մոգություն լինի։ Հա, Այսօր մենք ձեզ հետ միասին հենց այդ մոգության գաղտնիքներն ենք փորձելու բացահայտել, հասկանալու համար, թե ինչ է թաքնված Windows օպերացիոն համակարգի էկրանի հետևում։ իրականում մոգություն բառը շատ տեղին է, որովհետև Windows-ը դե միաժամանակ երկու դեր է խաղում։ Հետաքրքիր է։ Մի կողմից այն մեր օգնականն է, որը թաքցնում է պրոցեսորի հիշողության բարդ աշխատանքը, մեզ տալով պարզ պատուհաններ ու կոճակներ։ Պարզեցնում է ամեն ինչ։ Այո, իսկ մյուս կողմից այն խիստ վերահսկիչ է, որը կարգ ու կանոնն է պահպանում, թույլ չտալով, որ միաժամանակ աշխատող տասնյակ ծրագրերը քաոս ստեղծեն։ Եվ մենք այսօր կփորձենք հասկանալ, թե ինչպես է դա նրան հաջողվում։ Մեր զրույցի ընթացքում կիմանանք ինչպես է Windows-ը MS-DOS-ի պարզունակ հրամանային տողից դարձել այն, ինչ տեսնում ենք հիմա։ Կբացահայտենք, թե ինչն է այն դարձնում այդքան կայուն եւ ինչու մի ծրագրի խափանումը չի տապանում ամբողջ համակարգիչը։ Այո, կխոսենք նաև տվյալների պահպանման, հիշողության կառավարման խորամանկությունների մասին եւ վերջապես մեկն միստ կպարզենք, որն է 32 եւ 64 բիտոնոց համակարգերի իրական տարբերությունը։ Դե ինչ, եկեք սկսենք։ Երբ նայում ես ժամանակակից Windows 11-ին, դժվար է հավատալ, որ այս ամենի հիմքում ինչ-որ սև էկրանով բան է եղել։ Ես հիշում եմ Windows 95-ի հեղափոխությունը, բայց ինչպես հասկանում եմ, իրական փոփոխությունն ավելի խորքային է եղել։ Շատ ավելի խորքային։ Պետք է հասկանալ, որ այն ամենը, ինչ մենք սիրում էինք Windows 95-ում, Start կոճակը, պատուհանները, դրանք ըստ էության գեղեցիկ դիմակ էին հին MS-DOS-ի դեմքին։ Ուղղակի դիմակ։ Այո, դրանք ինքնուրույն օպերացիոն համակարգեր չէին, այլ գրաֆիկական թաղանթներ, որոնք աշխատում էին 1980-ականների տեխնոլոգիայի հիման վրա։ Սա նշանակում է, որ դրանք ժառանգել էին նաև դրա բոլոր խնդիրները՝ անկայունությունը, անվտանգության բացակայությունը, Այսինքն գեղեցիկ մեքենայի թափքի տակ։ դեռ հին անհուսալի շարժիչներ, ճիշտ այդպես։ Իսկական հեղափոխությունը տեղի ունեցավ գրեթե աննկատ, երբ Microsoft-ը հրավիրեց Dave Cutler անունով մի հանճարեղ ինժեների, Որը ստեղծեց բոլորովին նոր բան։ բոլորովին։ Նա ստեղծեց Windows NT, այսինքն New Technology։ Սա 0-ից նախագծված լիարժեք 32 բիտանոց համակարգ էր, որը կառուցված էր կայունության եւ անվտանգության սկզբունքների վրա։ Եվ այնինչ մենք հիմա ունենք, Այո, այնինչ դու օգտագործում ես այսօր, լինի դա Windows 10-ը, թե 11-ը, հենց այդ NT ճարտարապետության ուղիղ հետնորդն է։ MS-DOS-ի ժառանգությունը վաղուց թանգարանում է։ լավ, սա մեզ բերում է ամենակարևոր հարցին՝ կայունությանը։ Մենք բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես է որևէ ծրագիր քախվում։ Բայց ինչպես է ստացվում, որ այդ մի ծրագրի սխալը չի վարակում մնացած ամեն ինչ եւ չի տապալում ամբողջ համակարգիչը։ Դա տեղի է ունենում շատ խիստ հիերարխիայի շնորհիվ։ Պատկերացրեք, որ ձեր համակարգչի ներսում կա երկու դասակարգ։ Երկու դասակարգ։ Այո, ամենավերևում գտնվում է էլիտար միջուկը, kernel mode-ը։ Սա օպերացիոն համակարգի սիրտն է, որն ունի բացարձակ իշխանություն եւ անսահմանափակ մուտք դեպի համակարգչի բոլոր սարքավորումները՝ պրոցեսոր, հիշողություն, ամեն ինչ։ Իսկ մեր բոլոր ծրագրերը, զննարկիչը, խաղերը, տեքստային խմբագրիչները, դրանք որտե՞ն են։ Նրանք բոլորն ապրում են շատ ավելի ցածր մակարդակում, հասարակ ժողովրդի շրջանում, որը կոչվում է user mode կամ օգտատիրոջ ռեժիմ։ Այսինքն իրավունքները քիչ են։ Խիստ սահմանափակ։ Այս ռեժիմում աշխատող ծրագիրները չեն կարող ուղղակիորեն դիպչել սարքավորումներին։ Եթե օրինակ ձեր զննարկիչը ցնգանում է ինչ-որ բան պահպանել կոշտ սկավառակի վրա, այն պետք է դիմի թագավորին, միջուկին եւ խնդրի դա անել իր փոխարեն։ Այսինքն ծրագիրը չի կարող ուղղակի մտնել սարքավորումների սենյակ։ Այն պետք է դիմի, այսպես ասած, ընդունարանին եւ խնդրի։ Որ իր փոխարեն ինչ-որ բան անեն։ Հա, այդ ընդունարանը Windows API-ն է, ճիշտ եք։ Եվ սա է կայունության գաղտնիքը։ Ճիշտ այդպես։ API-ն այն միջնորդն է, որի միջոցով են կատարվում բոլոր խնդրանքները։
Եվ երբ ձեր ծրագիրը սխալ է թույլ տալիս կամ կախվում է, միջուկը պարզապես դադարեցնում է այդ մեկ անհնազանդ ծրագրի աշխատանքը, Առանց մյուսներին վնասելու։ առանց որևէ վնաս հասցնելու մնացած համակարգին։ Ընդունարանը պարզապես դադարում է պատասխանել այդ մեկ հաճախորդի զանգերին։ Ու ինձ միշտ զարմացրել է մի բան, ես կարող եմ վերցնել Windows-ի սկավառակը, տեղադրել այն իմ հին նոթբուքի վրա, հետո իմ ընկերոջ հավաքած նորագույն խաղային համակարգչի վրա։ Ու երկու դեպքում էլ այն կաշխատի։ Այո, ինչպես է դա հնարավոր, երբ դրանց ներսում ամեն ինչ, պրոցեսորից մինչև մայրական սալիկ բոլորովին տարբեր է։ Սա Windows-ի ճարտարապետության մեկ այլ հանճարեղ լուծման Hardware Abstraction Layer-ի կամ HAL-ի շնորհիվ է։ Ինչ է դա։ Պատկերացրեք այն որպես ունիվերսալ թարգմանիչ կամ ադապտեր։ HAL-ը մի շերտ է, որը գտնվում է Windows-ի միջուկի եւ ձեր համակարգչի կոնկրետ սարքավորումների միջև։ Եվ թաքցնում է տարբերությունները։ Այո, այն թաքցնում է տարբեր արտադրողների սարքերի միջև եղած բոլոր տեխնիկական տարբերությունները։ Արդյունքում Windows-ի միջուկը կարիք չունի իմանալու, թե կոնկրետ ինչ լեզվով է խոսում ձեր մայրական սալիկը։ Նա խոսում է HAL-ի հետ։ Հա, այն տալիս է ստանդարտ հրամաններ HAL-ին, իսկ HAL-ն արդեն թարգմանում է դրանք կոնկրետ սարքի համար։ Լավ, ուրեմն համակարգի կայունությունը պաշտպանված է այս խիստ շերտերի շնորհիվ։ Բայց ինչ կասեք հենց իմ տվյալների մասին։ Եթե իմ ծրագիրն աշխատում է այս անվտանգ օգտատիրոջ ռեժիմում, բայց հենց փաստաթղթս պահպանելու պահին հոսանքն անջատվում է։ Լավ հարց է։ Արդյոք այդ բոլոր պաշտպանիչ մեխանիզմները կփրկեն իմ կիսատ գրված աշխատանքը։ Այստեղ արդեն գործի է անցնում ֆայլային համակարգը, NTFS-ը։ Դրա հանճարեղությունը մի պարզ սկզբունքի մեջ է։ Երբեք մի խմբագրիր բնօրինակը առանց նախագիծ ունենալու։ Այսինքն, Նախքան ձեր ֆայլը փոխելը, NTFS-ն իր հատուկ գրանցամատերիալում նախապես գրում է, թե ինչ է պատրաստվում անել։ Միայն այդ գրառումն ավարտելուց հետո այն սկսում է փոփոխել բուն ֆայլը։ իսկ եթե հոսանքն անջատվի, Եթե հոսանքն անջատվի այդ ընթացքում, համակարգիչը միացնելուց հետո Windows-ը կնայի մատյանին, կտեսնի կիսատ գործը եւ պարզապես կպատրի նախագծը, ձեռք չտալով բնօրինակ անվնաս ֆայլին։ ավագը ինչու համակարգիչը միացնելուց հետո երբեմն տեսնում ենք սկավառակի ստուգման գործընթաց։ Այն պաստորին կարդում է այդ մատյանը։ Ճիշտ այդպես։ Բացի դրանից, NTFS-ը նաև թույլ է տալիս կառավարել, թե ով կարող է մուտք գործել ֆայլերին։ Դա անվտանգության մյուս հիմնաքարն է։ Մուտքի վերահսկման ցուցակները, ACL։ Իսկ եթե խոսում ենք տվյալների պահպանման մասին, կա եւս մեկ կարևոր բաղադրիչ, այնպես չէ։ Այո, Երևի նկատի ունեք այն տեղը, որտեղ Windows-ը պահում է իր բոլոր կարգավորումները, սարքավորումների տվյալներից մինչև իմ աշխատասեղանի պաստառի ընտրությունը։ Խոսքը ռեգիստրի մասին է։ ճիշտ այդպես։ Նախկինում յուրաքանչյուր ծրագիր իր կարգավորումները պահում էր տասնյակ փոքրիկի .ini ֆայլերում, ինչը մեծ քաոս էր ստեղծում։ Ռեգիստրը դարձավ համակարգի նյարդային կենտրոնը, մի հսկայական կենտրոնացված տվյալների բազա, որտեղ պահվում է գրեթե ամեն ինչի մասին տեղեկատվություն։ Անցնենք հաջորդ մոգությանը։ Ես հարցս ուղղում եմ ձեզ, մեր ունկնդրիտ։ Ինչպես է ձեր համակարգիչը, որն ունի, ասենք, 8 կամ 16 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, կարողանում միաժամանակ աշխատեցնել զննարկիչ, տասնյակ ներդիրներով, Photoshop, երաժշտական նվագարկիչ։ Ու էլի մի քանի ծրագիր, որոնց ընդհանուր պահանջները կարող են շատ ավելին լինել։ Այո, Այստեղի հնարքը կոչվում է վիրտուալ հիշողություն։ Windows-ը ըստ էության խաբում է յուրաքանչյուր ծրագրի։ Երբ ծրագիրը սկսում է աշխատել, համակարգը նրան տալիս է ոչ թե իրական ֆիզիկական հիշողություն, այլ իր սեփական մեկուսացված վիրտուալ տարածքը։ եւ ծրագիրը կարծում է, թե մենակ է։ Հա, յուրաքանչյուր ծրագիր կարծում է, թե ամբողջ հիշողությունն իրենն է եւ չի էլ տեսնում մյուս ծրագրերին։ Սա ոչ միայն թույլ է տալիս շատ ծրագրեր աշխատեցնել, այլև ապահովում է անվտանգություն։ Այսինքն, մի ծրագիրը չի կարող մտնել մյուսի հիշողության տարածք եւ վնասել այն։ Ճիշտ այդպես։ Դա խելացի պատրանք է։ Բայց եթե բոլոր ծրագրերի պահանջները միասին գերազանցում են իրական ֆիզիկական հիշողության ծավալը, ինչ է տեղի ունենում։ Համակարգիչը սկսում է դանդաղել։ Այո, եւ դա տեղի է ունենում այն պատճառով, որ Windows-ն անցնում է իր պահեստային պլանին։ Այն գտնում է օպերատիվ հիշողության այն մասերը, որոնք այդ պահին ակտիվ չեն։ Օրինակ, վաղուց բացված, բայց չօգտագործվող ծրագրի տվյալները։ Ճիշտ է։ Եվ ժամանակավորապես դրանք տեղափոխում է կոշտ սկավառակի վրա մի հատուկ ֆայլի մեջ, որը կոչվում է pagefile.sys։ Եվ երբ պետք է գալիս հետ է բերում։ Այո, երբ այդ տվյալները նորից պետք են գալիս, համակարգը դրանք հետ է բերում օպերատիվ հիշողություն։ Այս անընդհատ տեղափոխությունն էլ հենց դանդաղեցնում է աշխատանքը։
Հասկանալի է։ Իսկ ժամանակակից համակարգերում, օրինակ Windows 11-ում, անվտանգության համար նույնիսկ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ են օգտագործվում, այնպես չէ։ Ես լսել եմ Hyper-V-ի մասին։ Windows-ը կարող է ստեղծել փոքր, լիովին մեկուսացված վիրտուալ սենյակներ եւ դրանցում աշխատեցնել իր ամենակարևոր կրիտիկական գործընթացները։ Եվ սա նշանակում է, որ եթե նույնիսկ վիրուսը կարողանա ներթափանցել համակարգ, Այն պարզապես չի կարողանա հասնել այդ ամենապաշտպանված սենյակներին։ լավ, եւ վերջապես եկեք խոսենք մի թեմայի մասին, որի շուրջ շատ տարակարծություններ կան՝ 32 բիտ ընդդեմ 64 բիթի։ Շատերը գիտեն, որ 64-ը ավելի լավն է, բայց կոնկրետ ինչով։ Ինչ է դա նշանակում գործնականում։ Դե ամենաակնառու եւ ամենակարևոր տարբերությունը վերաբերում է օպերատիվ հիշողությանը։ Պատկերացրեք, որ հիշողության բայթերը տներ են, իսկ բիթերը այն թվանշանների քանակը, որոնցով կարելի է այդ տները հասցեագրել։ Հասկանալի է։ 32 բիթանոց համակարգը կարող է օգտագործել 32 նիշից բաղկացած հասցեներ։ Մաթեմատիկորեն դա թույլ է տալիս հասցեագրել առավելագույնը 4 միլիարդ բայթ, այսինքն 4 գիգաբայթ։ Եվ վերջ, սա ֆիզիկական սահմանափակում է։ Այո, 32 բիթանոց Windows-ը պարզապես ի վիճակի չէ տեսնել եւ օգտագործել 4 գիգաբայթից ավելի օպերատիվ հիշողություն, նույնիսկ եթե դուք տեղադրեք 32 գիգաբայթ։ Իսկ 64 բիթանոցի դեպքում այդ սահմանափակումը վերանում է։ Այո, այն գործնականում անհետանում է։ 64 բիթանոց համակարգը կարող է օգտագործել 64 նիշից բաղկացած հասցեներ, ինչը տեսականորեն թույլ է տալիս հասցեագրել մինչև 16 էքսաբայթ հիշողություն։ 16 էքսաբայթ, սա աստղաբաշխական թիվ է։ Այո, իսկ գործնականում ժամանակակից Windows-ը սահմանափակված է մինչև 256 թերաբայթով, ինչը միևնույն է շատ ավելին է, քան ցանկացած ժամանակակից համակարգիչ ունի։ Լավ, այսինքն 64 բիթը թույլ է տալիս օգտագործել ավելի շատ հիշողություն։ Բայց եկեք անկեղծ լինենք։ Սովորական օգտատիրոջով բացում է զննարկիչ, եւ Word իրականում պետք է 16 գիգաբայթից ավելի հիշողություն։ Շատ լավ հարց է։ Արդյոք սա պարզապես մարքեթինգային հնարք չէ մեզ ստիպելու անընդհատ թարմացնել մեր համակարգիչները։ Սովորական օգտատիրոջ համար ընդհանուր հիշողության ծավալը գուցե այդքան էլ կրիտիկական չէ, բայց այստեղ կա մեկ այլ ավելի կարևոր նրբություն։ Որը։ Խնդիրը ոչ թե ընդհանուր հիշողության մեջ է, այլ թե որքան հիշողություն կարող է օգտագործել մեկ ծրագիրը։ Հիշում եք, խոսեցինք վիրտուալ հիշողության մասին։ Այո։ Դե 32 բիթանոց համակարգում յուրաքանչյուր ծրագրին տրվող վիրտուալ տարածքը սահմանափակված է ընդամենը 2-3 գիգաբայթով։ Եվ սա կարող է խնդիր դառնալ ռեսուրսատար ծրագրերի համար, օրինակ տեսախմբագրիչների կամ ժամանակակից խաղերի համար։ Ճիշտ այդպես։ Այդ ծրագրերը պարզապես խեղդվում են այդ նեղ սահմաններում։ Իսկ 64 բիթանոց համակարգում։ Իսկ 64 բիթանոց համակարգում յուրաքանչյուր ծրագրին կարող է տրամադրվել մինչև 128 տերաբայթ վիրտուալ տարածություն։ Սա է իրական պատճառը, որ ժամանակակից պրոֆեսիոնալ ծրագրերն ու խաղերը այլևս չեն աշխատում 32 բիթանոց համակարգերի վրա։ Հասկանալի է։ Խնդիրը ոչ միայն ընդհանուր հիշողության մեջ է, այլև յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված անձնական տարածքի մեծության։ Շատ ճիշտ։ Լավ, մի վերջին գործնական հարց է թեմայով։ Եթե ես ունեմ ժամանակակից 64 բիտանոց համակարգ, բայց կա մի հին, սիրելի 32 բիտանոց ծրագիր, որից չեմ ուզում հրաժարվել, արդյոք այն կաշխատի։ Այո, դեպքերի ճնշող մեծամասնությունում այն կաշխատի, եւ դա եւս մեկ խելացի տեխնոլոգիայի՝ WoW 64-ի, Windows on Windows 64 շնորհիվ։ Ինչ է դա անում։ Սա հատուկ էմուլյացիոն շերտ է, որը ներկառուցված է 64 բիտանոց Windows-ի մեջ։ Երբ դուք գործարկում եք 32 բիտանոց ծրագիր, WoW 64-ը թարգմանում է դրա հրամանները 64 բիտանոց միջավայրին հասկանալի լեզվով։ Այսինքն իմ 64 բիտանոց Windows-ի մեջ ապրում է մի փոքրիկ 32 բիտանոց թարգմանիչ, որը կյանքի է կոչում իմ հին սիրելի ծրագրերը։ Դա բավականին տպավորիչ է։ Միանշանակ։ Լավ, մենք բավականին բարդ թեմաներ քննարկեցինք։ Փորձելով այս ամենը դասավորել իմ գլխում, ես պատկերացնում եմ Windows-ը որպես հսկայական հյուրանոցի կառավարիչ։ Հետաքրքիր համեմատություն է։ Հյուրանոցի շենքը մեր համակարգչի սարքավորումներն են։ Հյուրերը, որոնք գալիս գնում են, մեր ծրագրերն են։ Իսկ կառավարիչը Windows-ը հետևում է, որ հյուրերից ոչ մեկը չմտնի ուրիշի սենյակ։ Սա հիշողության պաշտպանությունն է, այո։ Յուրաքանչյուրին տրամադրում է ծառայություններ,
Զանգ դեպի ընդունարան, սա API-ն է, եւ արդարացիորեն բաշխում է ընդհանուր ռեսուրսները, օրինակ ճաշարանից օգտվելու ժամանակը։ Սա էլ պրոցեսորի ժամանակի բաշխումն է, հրաշալի այլաբանություն է, եւ կարելի է ավելացնել, որ հյուրանոցի գրանցամատյանը, որտեղ գրված է ամեն ինչ, դա հենց ռեգիստրն է։ Ճիշտ է։ Այսօրվա մեր զրույցի հիմնական գաղափարները կարծում եմ հենց սրանք էին՝ միջուկի եւ օգտատիրոջ ռեժիմների խիստ տարանջատումը որպես կայունության երաշխիք, NTFS-ի գրանցամատյանը որպես տվյալների պաշտպանության մեխանիզմ։ Եվ 64 բիտանոց ճարտարապետությունը, որը վերացրեց հիշողության սահմանափակումները, ճանապարհ բացելով ժամանակակից հզոր ծրագրերի համար։ Շատ լավ ամփոփեցիք։ Եվ որպես վերջին մտորում ուղված անմիջապես ձեզ։ Այժմ, երբ հասկանում եք, թե ինչպես է օպերացիոն համակարգը ստեղծում աբստրակցիայի եւ անվտանգության այս շերտերը, փորձեք մտածել ուրիշ որտեղ է կիրառվում այս սկզբունքը։ Լավ հարց է։ Տեխնոլոգիաներում կամ նույնիսկ հասարակության մեջ, որտեղ ենք մենք կառուցում բարդ եւ հուսալի համակարգեր, ստեղծելով խիստ կանոններ եւ շերտեր հզոր միջուկի եւ առօրյա օգտատիրոջ միջև։ Սա մտորելու թեմա է մինչ մեր հաջորդ հանդիպումը։